Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106 եթերում ՓՄԶ ասոցիացիայի հարկեր դուրքեր կրքեր հեղինակային հաղորդումն է, ես Հակոբ Ավագյանն եմ, փոքր միջին ձեռնարկատվության ասոցիացիայի նախագահ, այսօր մեր վաղամի բարեկամ Արտուր Նեմանբրյան մեզ հյուր եկել, ով 4B մարքեթինգ ընկերության համահիմնադիրն է ու տնօրենն է, նաեւ շտաբում եմ ասում ինքը չի սիրում տենց համեստ ամեր Արտուրը, բայց ասեմ որ ասոցիացիային համարյա թե ծնված օրվանից ասոցիացիայի անդամ է եղել, մի քանի համաժողովների պատվիրակ ու մշտապես ասոցիացիային իր այսպես ասած բարի կամքով օգնող, աջակցող կառույց ու գործընկեր, ողջույն Արտուր։ Ողջույն Հակոբ ջան։ Ասում եմ միանգամից դույով խոսենք, որովհետև տենց փորձում եմ մեր հաղորդումը շատ ավելի անմիջական լինի։ Հյուրի ներկայությունից ինձ թվում է արդեն շատերդ կանխատեսում եք, որ խոսելու ենք մարքեթինգից ու գովազդից ու հաշվի առնելով որ մեր հաղորդումը ավելի շատ ուղղված է հենց փոքր ու միջին բիզնեսին, փորձենք տեսնենք մեր փոքր ու միջին բիզնեսը այստեղ ինչ խնդիրներ ունի, հաշվի առնելով որ դուք նաև բանը ձեր ընկերությունը եւ փոքրերի հետ աշխատում եւ խոշորների, փոքրերի հետ էլ գիտեմ որ ասոցիացիան բացառություն չի, էլի մոտենում եք իրանց որպես գործընկերային, շատ բաներ անվճար եք անում, օգնելու նման եք անում եւ այլն։ Արտուր, ես վերջերս դու ինքդ էլ գիտես, այդտեղ ներգրավվածություն ունեցել ես, նորից նայում եմ ասոցիացիայի անդամների որ գրանցվում են, այնտեղ դե մեյլեր են գրում իրանց էլ պոստեր եւ այլն, էլի մեծ մասը տես նայում ենք ինչ որ Mail.ru, Yandex.ru, իհարկե իրանց մեջ կան որ տես պարզապես առևտուր են ինչ որ տաղավար է, հա, բայց նույնիսկ այդ եթե ուզում ես տես քայլ առաջ անել, չէ, կարելի է սկսել, որ ասում առաջի նույնիսկ սխալվելով էլի սկսել ինչ որ ապրանքանիշ գրանցել, հետո դոմեյն գրանցել եւ այլն։ Նախ այդ հերթականությունը, ընդհանրապես ինչն է ճիշտ էլի, սկզբից ապրանքանիշ, դոմեյն, թե հետո ու երկրորդը, նու երևի թե առաջնային, ինչի է մեր փոքր բիզնեսի մոտ դրան ավելի քիչ ոնց ասեմ ժամանակ ու ռեսուրս են հատկացնում, թանկ է դա, թե բանի իմացության պակաս է, հա։ Ինքը իրականում թանկ չի, եթե խոսանք մեյլերի դոմեն գրանցելու մասին, բայց սկզբանե հարցը ապրանքային նշանը գրանցել թե բան ճիշտը ըստ նպատակային, որտեղ գործունեություն կա այդ պարագայում պետք է սկսել հենց ամենաառաջին ապրանքային նշանն գրանցումից, որովհետև կարող է իր գրանցման փուլում դու խնդիր ունենաս ու հետագայում այդ անունով չկարողանաս քո գործունեությունը շարունակել։ Բրենդը գրանցես, ապրանքանիշը գրանցես, բայց հետո այդ նույն անունով դոմեյն չկարողանաս վերցնես, որովհետև օրինակ կամ հակառակը դոմեյնը գրանցես, հետո չկարողանաս ապրանքանիշը գրանցել։ Ես փորձեմ հենց մեր պրակտիկ օրինակներից ինչ էլ բախվել ենք, բան անենք, իհարկե բրենդերի անունը չեմ տա, որ ինքը որպես գովազդ չդիտարկվի, այս մեզ դիմել էին վերջերս գործունեություն է որոշել ծավալել տվյալ տարածքում, ինքը տուրիստականի հետ կապ ունեցող է, անուն է մտածել, լոգոն պատվիրել է, պատրաստել են, բրենդբուք են պատրաստել ու վերջի փուլում որոշել է ապրանքային նշանը գրանցելու։ Գրանցման ընթացքում պարզվում է, որ տվյալ տարածքից մի 10 կիլոմետր հեռավորության վրա նույն ապրանքային նշանով, նույն դասում գործունեություն կատարող ընկերություն կա, ում ապրանքային նշանը գրանցած է հեղինակային իրավունքով։ Այսինքն այն ընկերությունում մասին խոսում եմ, ինքը ծախսեր արել, գովազդ արտաքին, դոմեյն, կայք եւ ամեն ինչ, բրենդբուք, բայց անիմաստ է, որտեղ ինքը այդ գործունեություն այդ անունով չի կարող շարունակել իր գործունեությունը։ Գործունեություն կա, որ պետք է հենց սկսել ապրանքային նշանի գրանցումից։ Գործունեություն կա, որ ապրանքային նշանի գրանցման կարիքը այդքան էլ չկա, այսպես ասած, ինքը բրենդը վերջնական սպառողի համար վերջին էական չի։ Եթե օրինակ ինչ որ մի համայնքում օրինակ վարսավիրանոց եք բացում, այդտեղ բրենդը այդքան կապ չունի, այլ ինքը տենց լայն գովազդ, որովհետև օրինակի համար մասիվում աշխատող վարսավիրանոց, օրինակ Մալաթիայի բնակիչը չի գա։ Այսինքն ինքը ավելի լոկալների դեպքում այդքան էական չի, որ ես տենց ասում եմ մեր ֆորմատը տեսել եք էլի ձևաչափ հաղորդման, տենց երբեմն ընդհատելու եմ
Գանք ապրանքային նշան գրանցելու պրակտիկ ես հիշեցնեմ, որ Արտուրը Մամրյանն նաև իրենց այդ ընկերությունով ասոցիացիայի անդամների համար ասում այս գովազ չհնչի, բայց ուզենք թե չուզենք թեման է դա, նաև հատուկ պայմաններով են անում ասոցիացիայի անդամների համար այդ ապրանքային գրանցումը, այդտեղ ինչ խնդիրներ ունեն։ Ես հիշում եմ, ես վերջերս արտադրողի համար էիք դուք էլի փոքր ապրանք արտադրողի համար փորձում գրանցել, ինքը առաջի քայլերը կարծես թե ճիշտ էր անում, չէ՞, տենց գրանցում էր ապրանքային նշան, որ հետո դրանով դոմեին հենց տենց արտադրել իր ապրանքը եւ այլն։ Ինձ թվում է արտադրողների դեպքում առավել կարևոր է, չէ՞, եթե այդ խումբը տենց ամփոփենք, որտեվ կապ չունի, դա կլինի ծամոն, չգիտեմ, լուցկի, այսինքն ինչ, որը ինքը հայտնվելու է խանութում, հետո խնդիր չունենա, պաշտպանված լինի։ Ավելի առաջնային է գրանցել ապրանքը։ Արտադրող հորեկա ոլորտ, ռեստորանսը իրանց համար շատ կարևոր է, արտադրող հորեկա որոշ ռիթեյլի դեպքում, այսինքն խանութների, եթե իրանց ամբիցիաները օրինակ ընդլայնվելու ցանկություն ունեն, սուրճի կետերը, որը հիմա շատ ակտուալ բիզնես է, թեքվեի սուրճերը, այսպես ասած, եթե երկրորդ կետը նույն վարսավիրանոցները, եթե ինքը պլանավորում է երկրորդ կետ բացելու, արդեն ցանցային դառնելու իր ամբիցիաները կայտ ինքը առաջինը պետք է ապրանքային նշանը գրանցի, որտեղ տվյալ անունով կսկսի կճանաչեն, իրան կտարածվի ու մի օր կգան կասեն այս անունը չես։ Փոքր բիզնեսը ուղիղ հարցը ստամ, կարող է իր նոր բացված ընկերությունը էլի կամ բան, որ ուզում է տենց արտադրություն լսեց մեր հաղորդումը կամ ընկերոջից լսեց, ասեց գնում եմ գրանցեմ։ Ինքնուրույն կարող է անցնել այդ էտապները, այդ այսպես օղակները պետական, որտեղ ես գիտեմ տարօրինական գործակալությունից պետք է սկսի եւ ինքնուրույն գրանցի դա։ Փոքր բիզնեսը եթե ուզի ինքը կարող է, բայց ինքը գրանցման process-ում պրակտիկայում շատ դեպքեր կան եւ այն դեպքը հիշում եմ նախազրույցում մենք խոսեցինք այդ արտադրողի կպատմեք այդ ինչ երևա են որ տենց բաներ ա գրանցվել։ Նայեք ոնց է փոքր բիզնեսը շատ դեպքեր կա որ իրանք ինքնուրույն գրանցել են իրենց բրենդը, պրակտիկայում էդի շատ կա, բայց մենք մի հատ ինչ абսուրդ դեպքի ենք բախվել, երբ որ գրանցումը մերժել էին մեր համար չընդունելի պատճառով, որը որ անգամ պատվիրատուն ասեց, դե լավ չեն գրանցում, եկեք փոխենք, մենք մեր կողմից այն որ մի քիչ երևի համառությամբ անասենք, չէ, պետք է գնանք գրանցման։ Խնդիրը ինչու է։ Մենք բողոքարկեցինք, հիմա ապրանքային նշանը գրանցված է, վկայականը վերցրել ենք, մենք արդեն խնդիրը ինչու մեր կայանում, մենք ներկայացրել ենք ապրանքային նշանը, մեզի մերժել էին հիմնվելով օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետին, որը որ այսպես ասում մտավոր սեփականության մասին մտավոր ապրանքային նշանի մասին օրենքում ավելի շուտ գրանցման կարգում օրենքում ինչ ասվում ապրանքային նշանի գրանցման մերժման պատճառ կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս տվյալ անվանումով, տվյալ դասով մեկ այլ գործունեություն կատարող ընկերության արկայության դեպքը կարող է պատճառ հանդիսանալ մերժման։ Այսինքն մեր պարագայում ինչ էր, մենք բրենդը ներկայացրել ենք գրանցման, ինչ որ կայք էին գտել, որը որ օրինակ Արտուր անունով բաժակ ենք արտադրում, էլի բրենդը չեմ ուզում ասեմ, որ ինքը կովաստ բան չլինի, իրանք գտել էին Չինաստանում, մի հատ էլ չեմ անում, ինչ որ երկրում, այդ երկրի անունը դաժե չեմ էլ հիշում, բաներ Արտուր անունով բաժակ էին արտադրում, մեզի ասում են մենք ձեզի մերժում ենք, որտեղ ինչ որ երկրում ինչ որ sense անունով ինչ էին գտել, կայքն էին գտել։ Կայք էին գտել մենակ, խնդիրը ինչ է, ինչու՞մ է գալի։ Կան կոնվենցիաներ, որոնցով որ այո պաշտպանմատու չես կարող գրանցես, բայց որին Հայաստանը մասնակազմում ինքը այդ կոնվենցիայից դուրս էր։ Ես երբ որ շփվում եմ մասնագետի հետ, ասում եմ կայք լինելը ինչ որ մեկը կայք է պատրաստել։ Ինձ հիմնավորում եմ, որ եթե կայք ունի, ինքը լուրջ բիզնես է։ Ասում եմ լավ, եթե ես մարքեթինգի կամպանիա եմ, ես մարքեթինգ այդ թվում նաև կայքերի մշակումով եմ զբաղվում։ Ես կարամ մի ժամ հետո 10 հատ ավելի լավ կայքից, ավելի լավ կայք, միջազգային դոմենով, բան, այսինքն այդ պարագայում ինձ գրանցելու եք։ Բայց այդտեղ բանի խնդիր չկա, ես հիշում եմ, որ ռեստերներ կա այդ նույն միջազգայիններին, որ մենք միացած ենք, իրանք պետք է ռեստերներում ռեստերներում էլ գրանցված չէր այդ տվյալ ապրանքային նշանը, այսինքն իրանք ասում են կայք ունի, նկարը կա, արտադրում է տվյալ ապրանքը, մենք ասում ենք լավ, ինքը իր երկրի համար արտադրում է։ Հիմա եթե դուք ոլորտից չլինեիք, մեր փոքր բիզնեսը լիներ, իրան տենց շատ արագ մտել է երևի Google-ով մանա եկել այդ անունը, ասենք XYZ, հա, տեսել է այդ անունով 1-2 կայք կա Չինաստանի եսին որ նահանգում, հա,
ասում եմ մերժում եմ, արագ գրում եմ մերժված է, որովհետև կա, հա, այսինչ հոդվածով։ Հիմա եթե դուք տեղյակ չլինեք, դուք նախ պահանջել եք երևի հիմքերը, ինչի հիման վրա եք անում եւ պահանջել, հետո մենք սկսել ենք հիմքերը իրանց բանանել, որ ինքը հիմք չի կարող հանդիսանալ։ Այդտեղ մենք ինչու ենք տենց էլի, մենք ավելի մեր հայ արտադրողին ավելի ագրեսիվ պաշտպանող կառույց չպետք է լինենք նույն մեր այդ մտավոր սեփականության գործակալությունը, քան բանանող էլի, ոնց որ ասենք, լավ դե գործ չունենք, եկեք մերժենք։ Նայեք, փոքր ու միջին ասած են այդ գործակալությունը նաև մեր մտավոր մեր հայկական մտավոր սեփականության պաշտպանն է, չէ՞, ոչ թե ձեր ֆիրման կամ ասոցիացիան, այլ հենց դա մեր մոտ է հարցեր առաջանում, այսինքն հիմա մեր նախարարության մեր հայկական գործակալությունը ավելի շատ մեր արտադրողի շահերն է պաշտպանում, թե դրսի ինչ որ կամպանիայի, որը որ իր ապրանքային նշանը գրանցված չէ, այսինքն մենք տենց էլ հիմնավորում ենք, քանի գրանցում չկա, ուզում է ինքը մեծ գործարան ունենա արտադրությունը, երբ որ ինքը գրանցված չի բազայում չկա, ուրեմն իրավական տեսանկյունից ինքը գոյություն չունի։ Երբ որ մենք օրինակ պատվեր ենք վերցնում նեյմինգի ապրանքանշանի անունը մշակելու, հենց մենք կետ ունենք։ Երբ որ բացում ենք նայում ենք մտավոր սեփականության կայքում մտնում եք ռեստերում ոչ թե տվյալով պոիսկ եք տալիս, երբ որ ռեստերում այդ անվանումը չկա, ուրեմն իրան համարում ենք ազատ, այսինքն եթե օրինակ իսկ դա արագ է թարմացվում այդ ինֆորմացիան, հա, ինքը վարկյանական թարմացվում է, երբ որ դու ունենում ես վկայականը բանա, երբ որ օրինակ անգամ ամենահայտնի մեքենայի բրենդը մենք մտնում ենք ապացուցում ենք ինքը ոչ միտեղ գրանցված չի, մենք всё ինքը ունիկալ է, ինքը պլագիատ չի, բանը, մենք այդպես ենք հիմնավորում, այսինքն դու կարող ես գրանցել իրավական ինքը քոնն է լինի ու դու կարող ես մյուս արտադրողին արգելել, այսինքն իրավական ուժ ունի միայն գրանցվածը, չգրանցվածը չունի։ Այս մեր գործակալության բանը աշխատելավոճը ավելի շատ պետք է ուղղված լինի հայկական ապրանք արտադրողին ու ես ավելի շատ արտադրողներին եմ ասում, որովհետև եւ վիճակագրությունը ցավոք սրտի էլի վերջին շրջանի ցույց է տալիս, որ մեր մոտ այդ ապրանք արտադրողները շատ ավելի քիչ են ու անընդհատ ավելի շատ խնդիրների են բախվում։ Ինքներդ էլ տեսնում եք, որ իրականում արտադրությամբ զբաղվելը Հայաստանում շատ ավելի դժվար է։ Խնդիրը մյուս կողմից ինչն է գալի։ Փոքր բիզնեսները, ոչ բոլորը միջին ու փոքրը չեն կարող իրենց թույլ տալ բան անել։ Ընկերությանը դիմել ինքը ֆինանսական ինչ որ բան է, այսինքն չեն կարող դիմել, որովհետև ինքը իրանց համար սկզբնական փուլում բավականին մեծ ծախս է, էլի, եթե օրինակ տվյալ պարագայում մենք եթե ասոցիացիայի շրջանակում լավ զեղչով աշխատում էինք, տվյալ բիզնեսը ոնց որ կարացավ դիմեց ինքը գնաց առաջ, մեկ այլ փոքրը կարող չկարանա ու ասի ավելի լավ է ես այդքան ծախս չանեմ, չգիտեմ վաղը ինչ կլինի, ես անունը փոխեմ։ Փոքրիկ բիզնեսը ինչ որ մի մեծ կառույցի միավոր պետքա ինքը հասկանա, որ բանանի, ոնց որ մեծ կառույց իր շահերը պաշտպանի, որտեղ որ իրանից ֆինանսական մեծ ծախսեր չենթադրի իրանից, օրինակ տվյալ պարագայում, ասենք, ասոցիացիայի ակտուալությունը, ով որ կպաշտպանի բիզնեսի շահերը, ակտուալությունը շատ բարձր է, այսինքն փոքր օրինակ ինչ որ մեկը որոշել է չի արտադրի Հայաստանում, ինչ որ մի գյուղում չի արտադրի, ինքը չի կարա իրեն թույլ տա վճարի մարքեթինգային ընկերությանը իրավաբանի, որի շահերը պաշտպանում։ Հիմա կգանք դրան, այս կտորը ուզում եմ փակեմ, նաև գիտեք մեր հաղորդումը նաև տենց ասում եմ մենք այս հաղորդումը հենց այնպես չենք անում էլ ինչ որ բանի համար, ինքը նաև իրազեկման բնույթ է իր մեջ կրում ու ավելի շատ էլ եմ կրկնում, մենք հենց փոքր բիզնեսի համար է նախատեսված։ Մենք օրինակ բերեցինք, որ հնարավոր է որ լինեն ինչ-որ կայքեր գրանցված, հնարավոր է լինեն բան, բայց երևի այս վերջերս ավելի շատ հանդիպում է նաև Facebook-յան էջերը, չէ՞, այսինքն որ գրանցվում են, ասենք հորինում է այդ XYZ ապրանքանիշ այդ մարդը, գրանցում է Facebook-յան էջ բան, ինքը ենթադրում է, կան դեպքեր, ինքը ենթադրում է, որ վերջ ինքը գրանցել է դա։ Միջև իր գործերը լավանում է, կողքինը տեսնում է, ասենք որ լավ է, սկսում է այդ անունը օգտագործել, նույնիսկ կարող է ագրեսիվ լինի, չէ՞, ինքը գնա ավելի առաջ գրանցի այդ ապրանքային նշանը ու ստացվի իրան շփոթության մեջ գցի բան, այդտեղ ես գիտեմ որ շատ մեծ խնդիրներ կան, էլի, նաև Այսինքն նույնը ուզում ասեմ Facebook-յան էջն էլ ավելի արագ ոնց որ կիրառելի, հնարավոր է տենց էլ անեն, չէ՞։ Ժամանակին հեռահաղորդակցության բրենդերից մեկը, երբ որ մտավ Հայաստան, երբ որ այդ ոլորտը նոր է զարգանում, ռուսական բրենդերից մեկը Հայաստանում հայալեզու գրելու խնդիր ուներ չկարողացավ երկար ժամանակ, որովհետև
տվյալ բրենդը հայալեզու, մեկ այլ խանութ, համակարգչային խանութ, ինքը գրանցել էր ժամանակին, հա, ու ինքը չկարողացավ ինքը նման բանը սկվոթինգա կոչվում Արմենտելի պատմություն Բիլայն, հա սկվոթինգա կոչվում ինքը իրականում վատ բան է, բայց պրակտիկայում պետք է գալ հասկանալ բան բրենդը գոյություն ունի, երբ ինքը տվյալ բազայում գրանցված է, գոյություն չունի, գրանցված չունի, գոյություն չունի։ Այդ սկվոթինգը կբացատրեք, որտեղ էտել է խնդիրը։ Սկվոթինգը ինքը չէ, դոմեյնների մասով էլ ինքը ժամանակին մի 10 տարի առաջ ինքը շատ ուժեղ բիզնեսի բան էր, երբ որ օրինակ ես որոշում էի ինչ որ բրենդ մտածեի Արտուր անունով, օրինակ բաժակ արտադրեի էլի, ես մեկ էլ տեսնում էի Արտուր, ասենք .com դոմենը ինչ որ մեկը գնել է։ Մարդիկ մտնում էին, գնում էին դոմենները, հանրային պոպուլյար անունով, ինչը կարա լինի ոլորտյանով, հետո ավելի թանկ վերավաճառում էին։ Առնում էին դոմենը, պահում էին, մյուսը ոչ բարեխիղճը կարող է միտեղ խոսալուց agentstvan լսեր հենց այդ բրենդի անունը ու բանաներ ինքը գնար շուտ դոմեն առներ Հայաստանում 10 տարի առաջ ինձ առաջի հանդիպած բանը ընկերություններից, տենց խոշոր ընկերություններից մեկին պատվիրել էին բրենդինգ մթերքի հետ կապած արտադրության, որը որ ունիկալ դիզայներ, ունիկալ փաթեթավորում էր, անգամ մրցանակները շատ մարքեթինգային ընկերությունը ով իրականացրել էր փաթեթավորման դիզայնը գնացել էր ինքը հեղինակային իրավունքի իր վրա էր գրանցել։ Այդ ժամանակ ես աշխատում էի պատվիրատուի ընկերության ոնց որ ընկերությունում, հետո ասում ենք խելի ոնց եղավ սենց դե մենք ասում ձեզ ասցինք դուք չուզեցիք բան իրականում խոսակցություններ լիներ բան արենք բայց խեք դուք գրանցել եք այսինքն դու էտի անում ես պետքա հանձնես ու տենց պրակտիկայում շատ է պատամ դոմենների հարցում բանա լինում է վերցնել բայց երբ որ դու մտավոր սեփականությունում ապրանքային նշանը քոնն է գրանցված դու կարողանում ես դոմենը վերցնես օրենքով հնարավոր է դու դիմում ես դոմեն տրամադրող աշխարհում ամենապոպուլյար բաներից մեկը տենց հայտնի դեպքերից մեկը Մադոննայի անունով երգչուհի Մադոննայի անունով դոմեններից մեկը տենց ինչ որ մեկը գրանցել էր դոմենը հետ վերցրեցին այսինքն ինչ որ մեկը ապրանքային նշան էր գրանցել որը ապրանքային նշան չեմ շո Մադոննա ինչ որ բան երգչուհի բանով դոմենը գրանցել էր իրաններ եւ փորձում էր վերավաճառել բայց քանի որ Մադոննան երգչուհին ինքը երգչուհին Մադոննա հենց բրենդը հեղինակային իրավունքը իրեն է պատկանում ինքը դոմենը այդ մարդուց վերցրեցին իրեն խնդիրը լինում երբ որ անունով մի քանի ոլորտ է այսինքն տվյալ անունով կարող է մեկը ջուրը արտադրում մեկը մեքենայի արտադրում այսինքն ջուրը արտադրողը վերցրելը չեն կարող վերցնել երբ որ ինքը հեղինակային ու իրավունք ունի գրանցած աշխատում է այդտեղ ես հիշում եմ բայց ինքը պետքա բոլոր այդ դասերով գրանցի չէ կոնկրետ տվյալ դասով այսինքն եթե ես Արտուր անունով ջուր եմ արտադրում բայց ես Արտուր անունով սուրճ կարող եմ արտադրել այսինքն կարող եմ գրանցել ու սուրճ արտադրել ջուրն ու սուրճը նույն դասի մեջ է մտնում բայց օրինակ չէ այնտեղ սննդամթերքներ տարանջատած բայց օրինակ դուք ուզում եք Արտուր անունով մեքենա արտադրեք Արտուր անունով հա կարող եք արտադրել դասերն էլ կապ ունեն թե ինչ դասով է գրանցված այսինքն եթե այս կտորը ամփոփենք էլի առաջնային մնում է ապրանքային նշանի գրանցումը ոչ թե դոմեյնի կամ Facebook-ի էջի կամ գնալ ինչ որ ընկերոջը խնդրել ինչ որ արագ տենց այսպես ասած խոսակցային որ ասում են վիզիտ կայք պատրաստի, այլ եթե ուզում ենք պաշտպանված լինենք, ավելի առաջնայինն է։ Իրականում մեր պրակտիկայից ելներով առաջնայինը մենք ասում ենք ապրանքային նշանի։ Ու երբ որ գալիս են ինչ որ ապրանքային նշանի անվանումով, որ մենք ինչ որ գործողություն պետք է իրականացնենք, հենց առաջինը դա ենք ստուգում։ Հասկացա։ Նու ստեղ ասում եմ մի քիչ էլ ես փորձեմ մեր ասոցիացիայի մասին ասել, որ ասոցիացիայի ճարոյի անդամների համար մենք հենց 4P մարքեթինգ ընկերության հետ ունենք հատուկ աշխատելու ձևեր, այդտեղ պարզապես չասեմ զեղչեր, որովհետև էլի կախված ամեն ընկերության մոդելից, նայած ինչա ցանկանում ու ինչա լինում։ Գանք հենց այդ դրան, այսինքն մարքեթինգային պլան ու գովազդի կտորին ավելի շատ։ Ես հիշում եմ ժամանակին դու խոսում էիր բանի մասով, այդ brand book-ը որ տենց ինչ-որ դարձավ մոդայիկ ու բան հարց, բայց պրակտիկ դաշտում էլի հիմա ես կհասկացում եմ որ գերփոքր բիզնեսներ են շատ դիմում, բայց այն գերփոքրից որ ուզում անցնի փոքր ու միջին, տենց իր մոտ այդ իդեան գալիս է որ արի brand book սարքեմ են այդ process-ները հիմա ոնց է էլի տենց ավելի մոդայիկ է դարձել թե կիրառության մեջ անում են օգտվում են հասկանում են դրան թե տենց
մարքեթինգում вообще ամեն ինչը խառնվեց, երբ ինքը դառավ մոդայիկ մասնագիտություն։ Ինքը տենց այդտեղից սկսեց մասնագիտություն հիշիր խոսքը դետել եմ ուզում հարցնեմ, էլի։ Այսօր մեր բուհերը տալիս են պրակտիկ մարքետոլոգներ։ Բուհերի մեծ մասը տալիս են։ Ինքը ինքս իմ առաջի կրթությունը այլ է եղել, հետո երբ որ ես սկսել եմ աշխատել մարքեթինգի ոլորտում, որոշել եմ գնալ սովորել։ Ավելի հասուն տարիքում գնացել եք երկրորդ մագիստրատուրան ավարտել եմ 33 տարեկանում ես։ Մարքեթինգի արդեն։ Մարքեթինգի, հա։ Ինքը այդ տարիքում դու գնում ես սովորելու բանի համար, ստացած գիտելիքի համար, աշխատում է ժամանակ բավական հայտնի շուկայում հայտնի ընկերությունում արդեն միջինից բարձր պաշտոն էի զբաղեցնում, բայց որոշեցի գնալ գիտելիքի համար սովորելու։ Ու այդ գնալ սկզբից ես օրինակ շատերին խորհուրդ եմ տալիս, ասում գնացեք սովորեք։ Սկզբից այն որ մեծ տարիքում մի քիչ բարդ հակո մեջ կոտրելը մտածելով ավելի տարիքով փոքր, մեր կուրսում լիքը մարդ կար ինձանից էլ էին տարիքով մեծ իրականում ու հետաքրքիր էր։ Բայց բուհում տվյալ ժամանակ կադրերի երկու հստակ խումբ կարելի էր առանձնացնել, կային մի մասը ովքեր որ պրակտիկ փորձ ունեին, այսինքն դասախոսներ կային։ Այսինքն մարդը աշխատում է եկել է տակից լրացնում իր կրթությունը, տենց ասենք, որը ավելի շատ է գնահատում այդ կրթությունը, գիտակցաբար է եկել դրան։ Նու այն մյուս խումբը ավելի շատ երիտասարդ, որոնք խումբը դասախոսների խումբն եմ ուզում։ Չէ, ես էլ ուզում եմ բան խմբի բաժանեմ, էլի ուսանողների խմբի, եւ ուսանողների խումբ, որոնք ինչ որ կերպ այդտեղ հայտնվել են, իրանք լավ սովորել են, ուզում են մագիստրատուրայի դիպլոմ ունենան։ Հենց դա կարճ ավելի լավ է։ Հա, իրանք ուզում են մագիստրատուրայի դիպլոմ ունենան, ովքեր որ ոլորտում ընդհանրապես։ Իսկ դասախոսները, որոնք դասախոսներ կային, ովքեր որ պրակտիկ փորձ ունեն ու հստակ գիտելիք են տալի, հետաքրքիր էր, ինքը մարքեթինգը ես մի քիչ ըմբոստ մասնագիտություն եմ համարում, իրանք ըմբոստ էին ամեն ինչին, դասախոսներ կային այդ կարգերով հին, չգիտեմ, հին ձևերով ինչ որ գալիս էին ու բանը իրանք իրականում լիքը բանից պատկերացում չունեին։ Իմ ավարտական աշխատանքի պաշտպանությունը թեման ինտերնետ բրենդերի արժեքի հաշվարկման մեթոդներ։ Մարքեթինգում հստակ բրենդի մեկ սահմանում չկա։ 10 տարի առաջ, 12, հա, 15 թվականին։ Հա, մոտ 10 տարի առաջ։ Մարքեթինգում ինտերնետ բրենդ սահմանում մեկ չկա, որովհետև ապրանքային նշանը երբ որ դառնում է բրենդ, ինքը հիմնված է սուբյեկտիվիզմի վրա ու շատ դժվար է այդ սահմանը տարանջատել, երբ է բրենդ դառնում։ Ու բրենդի արժեքի հաշվարկման մեթոդները աշխարհում հիմնական մի 10 ընկերություն կա, ովքեր ռեյտինգ են տալի, մենք փորձել ենք այդ ինֆորմացիան ես վերցրել էի, հետազոտություն էի անցկացրել, հաշվարկի մեթոդ էի մշակել բացառելով մյուսներ, ինքը բավականին հետաքրքիր աշխատանք էր, ուրեմն այդ ժամանակվա երևի այդ ըմբոստ բանն է կրթական համակարգի բաներից մեկը, հանձնաժողովի այտենց կարևոր մարդկանցից մեկը ինչ որ հարցեր է տալի, որը իրականում թեմայի հետ կապ չունի, մյուս դասախոսները որպես կոլեգա փորձում են հարցը բանել, զգում են որ շատ անտրամաբանական հարցեր, ասենք ոնց որ կոնյակագործությունից խոսան, ասես օրինակ դե 20 տարեկան կոնյակը սկսել եմ արտադրել 20 տարի առաջ, ինքը ասի, բայց օրինակ ինչ կանես, երբ որ դու այսօր արտադրես 20 տարեկան կոնյակ, 20 տարեկան կոնյակ արտադրելու համար, պետք է 20 տարի առաջ դու սկսես process-ը։ Հասավ նրան մի քիչ ես եմ բան չեղա, ասում եմ կներեք, էլ որ ինտերնետ բրենդերի մասին ենք խոսում։ Հեռախոսը ստամ կարեք դուք մտնեք ինտերնետ, ինձ ասում է, դե չէ, բայց ի՞նչ պարտադիր է։ Ու խնդիրը հենց այդտեղ է գալ, էլի իմ կարծիքով, բայց իրականում պրակտիկ գիտելիք դասախոսներ կային, ովքեր մարքեթինգային ընկերությունների, հայտնի ընկերությունների հիմնադիրներն են, կոմերցիոն պրոյեկտը բրենդ բուքը բերում էին, ցույց էին տալի, պատմում էին, ոնց էին իրանք սկսել այդ մշակումը, ոնց է ինքը լավը կա։ Հասկացա, բայց ամեն դեպքում ինձ թվում է ու այս միակ ոլորտը չի էլի, ինձ թվում է մենք այդ խնդիրը ունենք, որ իրական բիզնեսը որպես պատվիրատու կադրերի ընդհանրապես ոչ միայն մարքեթինգ, դա կլինի հաշվապահություն, կաթի տեխնոլոգ, չգիտեմ, բան, ասենք այդ կապը մենք տենց անընդհատ բան ունենք, էլի խնդրեմ ունենք, բայց ուզում եմ դա բացառություն չի նաև մարքեթինգը, այդ որ ասեք ինքը դառնա մոդայիկ բան, դրա համար հիշեցի, որ այդտեղ բան։ Հետ գանք այն որ խոսում ենք բրենդ բուքից, այնուամենայնիվ ինքը որպես մոդայիկ ու բան որ ասեք մոդայիկա դարձել դե չեղվեցիք էլի ոնց է պատվիրում են օգտագործում են կիրառում են հետո թե չէ ընկերությունները ոնց է ընկերություններ կան իրանք մի մակարդակից սկսած
գիտեն, որ պետքա ունենան brand book։ Պատվիրում են ինքը brand book-ը, բանա, մի քիչ նորմալ brand book-ը, ինքը տենց որոշակի արժեք ունի, որը որ ցածը էժան չի, պատվիրում են, բերում են դնում են ընկերություն, օրինակ իմ աշխատելու պրակտիկայում պրինցիպ կա։ Երբեք brand book-ից չենք շեղվում։ Եթե ինչ-որ բան պետքա փոխվել, շեղվել, փոխում ենք brand book-ում։ Այսինքն ամեն ինչը արվում է brand book-ին համապատասխան, եթե փոփոխության կարիք կա, փոխում ենք brand book-ի մեջ։ Մեր գերփոքր բիզնեսների համար ասենք, որ այդ brand book-ի մեջ մտնում է օրինակ կարող է իր այցեքարտը, իր չգիտեմ, նոթատետրը, իր նամակներ գրելու, ասենք օրինակ ձևաթուղթը, հա, ասենք ապրանքային նշանի, լոգոն կիրառելու գույները, կիրառության կանոնները, ինքը կիրառության կանոնները։ Եթե մենք լոգոտիպ ենք հորինում ու գրանցում, ապա այդ լոգոտիպից բխում է նաև, չէ, այդ գույնային, ես մասնագիտական չեմ ասում, ինչ սխալ եմ ուղղել, այսինքն գույնային, ասենք այդ նույն նամակը ինչ ձևաթղթի վրա լինի, այցեքարտը ինչ ձև լինի, նոթատետրը ինչ ձև լինի եւ այլն։ Նույնիսկ ասենք շապիկը հետո որ տպեն։ Բացի դա, ինքը երբ որ լոգոն այլ լոգոների կողք են դնում, ինչ հեռավորություն պետքա լինի, չափսերը մինիմում ինչքան պետքա լինի։ Նվազագույն ու առավելագույն չափսերն է ֆիքսվում, ոնց պետքա կիրառվի, այսինքն քառակուսի որ դեպքում պետքա լինի, որ դեպքում երկար։ Հիմա եկանք պրակտիկ դաշտում, ասում եք լինում է դեպքեր, որ պատվիրում են, բայց հետո շեղվում են այդ brand book-ից։ Չեն կիրառում։ Չեն կիրառում։ Դնում են կողքի ու 1 տարի հետո դու տեսնում ես ընկերության ամբողջ բրենդային պրոդուկտները, բրենդավորված պրոդուկտները ընդհանրապես կապ չունեն brand book-ի։ Այդ ինչն է, այսինքն ինքը իր ուզածը չի ստացել դրա համար, չի կիրառում, թե ասենք ինքը դրա ամբողջությունը չի գնահատել, դրա համար չի կիրառում։ Ինքը կարող մի քանի խնդիր լինի պատճառ, brand book-երի գլոբալ պատճառը ինչն է, ինքը մարքեթինգային հաղորդակցության գործիք է, վերջնական սպառողի հետ։ Օրինակ, եթե brand book-ը լոգոն կապույտ գույն է, սկզբնական փուլում սիրուն է, հաճելի է ընկերության սեփականատիրոջը, հետո ինքը հոգնում է, որտեվ ինքը ամեն օր մի տարվա ընթացքում 300 օր էդի տենում հոգնում է, ուզում է փոխի, բայց իր վերջնական սպառողը ամեն օր չի տենում։ Այսինքն այդ հետևողականությունը շատ կարևոր է, որ վերջնական սպառողը տեսնի, սովորի, նաև ասոցացնի արդեն ինքը երբ է բրենդ դառնում, օրինակ հայտնի հիմա ինտերնետում հայտնի բաներ կա, երբ որ պրոդուկտի վրայից պիտակը պոկում են, օրինակ ինչ որ սոկի շիշն է, դու միանգամից իմանում ես ինքը որ սոկի շիշն է, այսինքն ինքը բրենդ է, որտեղ ինքը հետևողական 100 տարի չի փոխել այդ շիշի դիզայնը, այսինքն այդ հետևողականությունն է շատ կարևոր, իրանք հոգնում են ու փոխում են, բայց brand book-ը ինքը իր ֆունկցիոնալը այլ է, ավելի լավ, ավելի սիրուն լինում է պատվիրելու ընթացքում, երբ որ բանը բրիֆը տեխնիկական առաջադրանքը լրացնում են, մեր մոտ լինում է պատվիրատու գալիս են, տալիս ենք ինչ եք ուզում իր մեջ լինի, ամեն ինչ ուզում ենք նամակներ, տպագրական բաներ, հետո բացատրում ասում ես, այս ամեն ինչը մինիմում կա, ինչ պետքա լինի, որ համարվի brand book։ Պետքա ադապտացվի բիզնեսին տվյալ։ Ինչ որ մինիմում Չէ, նկատեմ այցեկարտ, էս ինչ է։ Չէ, էլի պետքա ադապտացվի, որտեղ բիզնես կա, որ իրան այցեկարտ պետք չի։ Բիզնես կա, որ այցեկարտ իրան պետք չի, իրան ավելի այլ բաներ է պետք, բիզնես կա, որ այցեկարտն է պարտադրի, բայց մենք ասում ենք, այդ որ դուք ամեն ինչ նշում եք, ամեն մեկ իր արժեքը ունի։ Նշեք այն ինչը ձեզ պետք է։ Հասկացա։ Սկզբից չնշելով այդ ամեն ինչը, սկզբից բան չանելով, հստակ չպատկերացնելով իրան ոնց են կիրառելու բանա։ Հաշվելները, որ մեր հաղորդումը տենց շատ երկար չի, ես փորձեմ երկու կարևոր թեմայի էլ կարողանանք անդրադառնանք։ Ես գիտեմ, որ 106-ում տենց առանձին հենց մարքեթինգային առանձին հաղորդում կա, դրա համար չեմ ուզում այդտեղ շատ մտնեմ։ Եկեք խոսենք նաև այդ CRM համակարգերի, ընդհանրապես այդ կառավարման համակարգերի, բայց միջև այդ ես կուզենայի նաև գովազդի, քանի որ դուք դրա հետ էլ եք առնչվում, մենք մեր հաղորդման շրջանակներում օրինակ խոսել ենք, որ այս տարվա սկզբից կհիշեք ամբողջ Երևան քաղաքում, չէ, մարդիկ սկսեցին այդ գովազդի ցուցանակները հանել, նոր չափորոշիչներ եղավ, մեր հյուրը հենց ասոցիացիայի խորհրդի անդամ Ալինը իր օրինակով պատմում էր ինչքան դժվար է եղել այդ ի վերջո ցուցանակը փոխել։ Մի կողմից դա լավ էր, որտեվ նորից չափորոշիչները վերանայվեց, չէ, եթե սխալ եմ ուղղակին, էլի։ Մյուս կողմից իրական կյանքում փոքր բիզնեսի ներկայացուցիչը գալիս էր, ասում էր, ես քանի ամիս է դիմում եմ ու մերժվում եմ, ի վերջո այդ իրազեկում, կիրառություն եւ այլն, այդտեղ ինչ որ խնդիր կար, հա։ Այդ չափորոշիչները, որ մցրել էին կարգը, երբ որ նայում էինք, բանա, մեր մոտ որոշ կարգեր մշակելուց,
երևի հետխորթային մենտալիտետից մտածա թե ինչը այն որ ոչ թե մաքսիմալ ուղեցույց լինի դու ոնց անես այլ մաքսիմալ քեզի հենց ուզենան մերժեն պատճառ գտնեն որ մերժեն շփոթեցնող ավելի շատ մերժելու պատճառներ ավելի մենք ուրեմն մի հատ խորթային համակարգի CRM-ը երբ որ համատում ենք արտասահմանյան եվրոպական ամերիկական մի հատ լավ օրինակ կար ասում ռուսականում ասում այստեղ չի կարելի էսի sense չանես այնինն չանես իսկ բանում այնտեղ քեզ գործիքներ է տալի որ ոնց անես որ հեշտ պլանավորես գնաս առաջ այսինքն այդ ուղեցույցը երբ որ դու հանում ես ուղեցույցը նայում ես մենք լինելը ոլորտի մարդ ու տպագրական լիքը նյութերը պատկերացնելով այդ կարգը պետք եղավ մի քանի անգամ կարդանք որ հասկանանք փոքր խանութը մթերային խանութը իրանց թաղամասում բացած ասենք մի 50 քառակուսի մթերային խանութը ինքը այդ ամեն ինչը չպիտի գիտակցի ինքը քան որ իր բիզնեսն էլ ինքն է կառավարում ինքը լիքը այլ ինֆորմացիա է բանը այսինքն պետք է լինի մի հատ ուղեցույց որ ինքը հակերճ հասկանա դիմի ու կարողանա իր անունը իր խանութի վրա կպցնի բայց կետերը այնքան բարդ այնքան բան է ու երբ որ դու դիմում ես այդ բյուրոկրատական մերժումների պատճառները ավելի շատ այսինքն քեզի այն որ իրանք որ պահին ուզենան կարողանան մերժեն ոչ թե ուղեցույցը ինչ որ ուղեցույց լինի որ դու ոնց կարող ես դիմել որ ստանալ այդ ամեն ինչը ավելի շուտ ոնց որ իրանք իրենց ապահովագրեն որ մերժման պատճառները ունենան ամենտեղ գտնեն մերժման պատճառը ինչը բանը ճիշտ մոտեցում չի հիմա գանք հենց այդ բանից այդ օրինակը բերենք եթե մթերային խանութը պարզապես ուզում է մթերք գրի իր խանութի վրա ու կպցնի բնական այնտեղ այդ չափորոշիչները նայենք կամ ձեզ դիմեն կամ ուրիշին դիմեն եւ այլն այնտեղ ասում են այսքան սանտիմետր բարձրություն այսքան սանտիմետր լայնություն հա այդ ամենը չամ դրա համար ինքը նույն տուրքն է վճարում ինչ որ այդ որ մեր խոսակցության սկզբում ասենք եթե ինքը ունենա XYZ անունով ապրանքանիշ ասենք լինի X խանութ հա ասենք XYZ խանութ այդ XYZ-ի համար էլ ինքը նույն տուրքը վճարում ու մթերքի համար էլ չէ նայեք տուրքերը մի քանի ձև կան Գովազդի տուրքն եմ ասում թաղապետարանին Գովազդինը նույնն է բանա երբ որ XYZ-ը ինքը հեղինակային իրավունք է գրանցում որպես ապրանքային նշան այնտեղ այլ ընթացակարգ է բայց երբ որ մարդ ուզում է գրի մթերային խանութ ուղղակի առանց ոչ մի բրենդի ոնց է օրինակ քաղաքապետարան նոտար երբ որ ոստիկանություն ստանդարտ չափ կա ձև կա այսինքն այս չափով գրի որպեսի փոքր բիզնեսը ինքը կարողանա այդ ամեն ինչից խուսափել ինքը իր բիզնեսով զբաղվել զարգանալ այսինքն եթե դու չես ուզում ինչ որ անուն գրես ուզում ես գրես մթերք ինչ որ չափ սահմանվի այս չափի այս ձևի գրի ու վсё էլ պետք չի գալ հաստատել քաղաքապետարան թաղապետարան դիմել այդ երկար process-ների մեջով անցնել էլի բայց այդտեղ վերահսկողությունը բանը խնդիրը վերահսկողությունը դե իսկ բանը ովքեր ապրանքային նշան չունեն, այսինքն գործունեության ոլորտն են գրում, այսինքն գրում են խանութ, վարսավիրանոց, կոշիկի խանութ օրինակ։ Ես հիշում եմ այդ օրինակը, որ բերում եք դուք նույն հիմա ռադիոյում ենք ռադիոյի օրինակ էլի։ Այդտեղ էլ չէ, օրինակ ասենք ինքն էլ բան գովազդ է, այդ որ ասում են դեղերի մասին օրենքի էս ինչ կետով, հա, կամ բանկային ֆինանսական ինչ որ արագ ասում էին, որ դա լիցենզավորող մարմինը ոնց որ տեղյակ է, որ ես գովազդ եմ անում լիցենզավորող մարմինը տեղյակ է, որ ես գովազդ եմ անում բանկ, հա, ասենք բանկի ինչ որ ծառայություն։ Այդ դիսկլեյմերները вообще абսուրդ, օրինակ իմ կարծիքով բանկերի դեպքում որ ասում են տվյալ բանկը վերահսկում է կենտրոնական բանկի կողմից, ես իմ մոտ հարց առաջանում իսկ կա բանկ, որ չի վերահսկում կենտրոնական բանկի կողմից։ Պլյուս վերջնական սպառողին, ով որ բանկ ուզում է դիմի հաշիվ բացելու համար, մենք որպես սպառող այդ ինֆորմացիան մեր համար ավելնորդ է, մեզի հետաքրքիր չի։ Մենք մեզ հետաքրքիր է բանկ ու պայմաններ կամ դեղերի լիցենզիան, որ նշում է, ինձ հետաքրքիր է ինչ որ մեկը կա, որ այդ լիցենզիայի համարը հիշել է անգիր կամ իրան ինֆորմացիա տվել։ Այսինքն եթե դեղը ինքը հայտնվել է դեղատանը վաճառքի, ինքը ունի ինչ որ լիցենզիա, կա ինչ որ մարմին նախորդում է, որ ինքը պետքա դիմի նոր գովազդանի, բայց ես համաձայն եմ, որ եթերը մենք անիմաստ լցնում ենք դրանով, որ ինքը գումար է վճարում։ Դա վերահսկող մարմինների համարն է, որոնք պետքա տեսնեն դա լիցենզավորված է, թե կամ այդ տեղը օրինակ ինքը մի անիմաստ ինֆորմացիա, որը որ ուղակի վերջնական բիզնեսը վճարում է մի բանի համար, որը իրեն օգուտ չի տալի։ Ինքը հարկ չի, ինքը տուրք չի, սպառողին հետաքրքիր ինֆորմացիա չի ինքը։
Շատ լավ, CRM-ներից էլ եթե հասցնենք շատ կարճ նաև դրանից խոսենք, նաև խոստում քեզ այնպես գործելով, որ մի հատ առանձին էլի կհրավիրենք քեզ։ Տենց անդադ ասում ենք CRM, որ փուլից է, որ էլի իրական կյանքից էլի Արթուր, ասենք, որ փուլից է, որ փոքր բիզնեսին է դա պետք է, ու ինքը պետք է նախ CRM-ն էլ բացատրենք ինչի նկատի ունենք, ու որ փուլից է, որ իրական փոքր բիզնեսին դա պետք է գալու էլ։ Մի հատ խոսք ասում է, բան երեխայի երբ է սկսում դաստիարակել, ասում է 5 տարեկանից, ասում արդեն ուշ է։ CRM-ը հենց առաջի օրվանից ինքը պարտադիր չի, բարդ ծրագրերը, որոնք թանկ արժեններ դնել։ CRM-ը ինքը հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման գործիք է, այսինքն դու կարող ես 4 թղթի վրա գրես, Excel-ում գրես, բայց քո մշակած համակարգը ունենաս իմանաս։ Այսօր CRM, SMM, SEO, այդ մոդայիկ այդ բառերը, որոնք որ բանը ու պետքա պարտադիր ունենա, բայց իրանց պրակտիկ կիրառությունը ընդհանրապես չի։ Ինքը պետքա նախ հասկանալ ինքը ինչ է, հետևաբար արդեն բիզնեսմենը կգիտակցի իրան որ փուլում է պետք դա ներդնել։ Եթե խանութին, օրինակ մթերային խանութում ինքը տենց փոքր խանութ է բացվել, ինչ որ քարտային համակարգ ունի, ինքը կարող ուղղակի իր հաճախորդներից ընթացքում ինչ որ ինֆորմացիա վերցնի, մի քիչ մեծ քարտային նկատեք ոչ թե բանկով վճարման, այլ ներքին լոյալության քարտերը, հա, զեղչի համակարգը անում, բանանում, նամանավանդ մասնագիտական ծառայություն մատուցող ընկերություններին հենց առաջ օրվանից պետք է CRM համակարգ ներդնել։ Լինի մարքեթինգ, հաշվապահություն, իրավաբան, չգիտեմ։ Ինքը ամենամինիմումը գոնե քո դատաբազան է կարողանում կարգի բերել, որի հետ այդ չեմ ուզում, բայց նաև այդ ձեր ասած բանին նման լինի, բայց ոնց որ դրան է նման, նաև շատ դեպքերում պարզապես brand book չսարքենք դնենք մի կողմ, էլի ինքը նաև պետք է կիրառվի, որովհետև կան CRM-ներ, այսպես ասած համակարգեր, որոնք շատ վերլուծություն են տալի վիճակագրություն քո անցած, օրինակ այսքան ապրանք ես վաճառել, այսքան բան։ Չնայած դրա հաշվապահական կտորն էլ կա, որ այդ ձեր ասած փոքր խանութը ոչ թե 5 տարեկանից պետք է կրթի, այլ ամենասկզբից, որ ինքը իր համար գոնե ունենա իր վիճակագրությունը, տեսնի, որ ապրանքն է ամենաշատը վաճառվում, որ նա ասենք, որ ինքը տենց անընդհատ ինչ որ իրան նաև իր բիզնեսի համար է, էլի բան տալի վերլուծություն, իսկ CRM-ը ավելի շատ տենց պատվիրատուներ, ներքին բաներ, չէ, ներքին պրոցեսների կառավարման հարցում էլ ինքը օգնում, ուրեմն ես տարիներ առաջ Հայաստանում տենց շատ խոշոր ընկերություն բանը CRM համակարգ երևի ես ինքս սկսել կիրառել մի 10 տարուց ավել էլի մի 12-13 տարի առաջ եմ սկսել կիրառել ենթադրելով որ բոլոր մեծ ընկերություններում ինքը ճիշտ են դրված մեծ ընկերություններից մեկում տարիներ առաջ տենց իրավիճակ հետ բախվեցինք բավականին գումար էին վճարել ներդրել համակարգը բերել ներդրել բան արել բայց չէին օգտագործում։ Խնդիրը ինչից էր գալի, նախ ընկերության որոշ մասնագետներ, ովքեր որ հին մշակույթին ավելի սովոր եկել են, իրանք դրան դեն, հա, մեզ ինչ պետքա տա։ Այսինքն իրան ներդնելը պետքա տենց ամբողջ կոմպլեքս ինչ որ լինի, օգտագործողներն էլ պետքա հասկանան իրանց ինչին է դա պետք։ Մեր մոտ ոնց է բիզնեսում բան էլի կապիտալ ներդնում համարվում է շենք, ստանոք, հաստոց, երբեք չեն դիտարկում մասնագետը աշխատակիցը ինքը կապիտալ ներդնում է, բայց ինքը երևի ամենակարևոր կապիտալներից մեկն է, որ մասնագիտական դու ուժեղացնում ես էլի իրան բանա չեն ներդնում ու ինքը չի աշխատում ունեն համակարգը մի քանի միլիոն վճարել են ունեն համակարգը բայց չեն կիրառում եթե պետքա փողը տան բերեն չունենան ավելի աչար հասկացա ինքը իրականում հենց այս ասում այս թեմա ավել փորձենք ավարտել բայց իրականում այո համաձայն եմ որ այդ գործիքները որոնք որ ներդրվում են իրանք պետքա շատ տենց բնական ինքնաբուխ ոնց ասենք սինխրոն հա ինչ լավ հայերեն բառ գտնեմ, որ ինքն էլ աշխատակիցն էլ են ամենաներքևի օղակից միջև վերևի օղակ հասկանա, որ այդ նաև իրան է պետք։ Եթե չստացվեց, մերժում է գնում ներքին, ու դա դառնում է ձևական համակարգ, որը դրվել է եւ նրա արդյունավետությունը ամբողջովին չի օգտագործում, չէ՞, ճիշտ եմ ամփոփում, եթե այդպես ներկայացնենք։ Կարելի է այդպես այդ նաև ձևակերպել։ Այսինքն ես պետք է այնպես անել, որ իր հնարավոր է նաև այդ համակարգերը բազմաթիվ հնարավորություններ ունեն, որ իրանք փոխվում
են, հարմարեցվում են հենց տիպիկ քո բիզնեսի։ Հենց հարմարեցվում են, իրանց կարևոր բանն է, որ դու կարող ես ադապտացնես քո բիզնեսին, ինքը ամբողջությամբ հարմարեցնես, քո խնդիրներին լուծի։ Մյուս խնդիրը երբ է բանանում, ծագում, էլի պրակտիկայից ելնելով որ տեսել ենք, բիզնեսի ինքը երբ որ նման ներդնում ես բիզնեսի տնօրենը, սեփականատերը կարա չօգտագործի։ Տնօրենը պետքա իրանից սկսի օգտագործելը, բայց իրանք սկսում են չօգտագործել, որ չխորանանք ժամանակ չհասկանանք, համակարգը լավը չի, չէ։ Իմ տեսած ամենաիդեալը կամ որ աշխատել ներդրվել էլի հայկական ընկերություններում, հենց տնօրենը իրանից էր սկսել, այսինքն ինքը անգամ այդ ներքին հեռախոս օրեր լինում անջատում էր, ասում էր, մտեք համակարգով գրեք ինչ գործ ունեք։ Պրոցեսները այնտեղ գրեք, նկարագրեք, ես կհաստատեմ։ Ֆինանսական հարց կար, զանգում էին, ասում էր, մտեք համակարգում գրեք ու ինքը ներդրվեց, սկսեց աշխատել, հա։ Հետո աշխատելուց ավելի բացահայտվում է, էլ ինչ կարելի է այդտեղ փոխել։ Շատ լավ, Արթուր ջան, շատ շնորհակալ եմ, որ մեզ հյուր եղար, հուսով եմ մենք էլի ժամանակ կգտնենք ու խոսենք, որտեվ մեր վերցրած թեմաները իրականում շատ էին, բայց եթերը քիչ, որովհետև ստեղ էլ կա լիցենզիա, ստեղ էլ կա ինչի մասին խոսեցինք։ Հիշեցնեմ, մեր հյուրը 4P մարքեթինգ ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Մամրյանն էր, ասոցիացիայի համաժողովների պատվիրակ, մի քանի համաժողովների լավ ընկեր, բարեկամ, շնորհակալ եմ Արթուր ջան, այսքանն էր, լավ եղեք, կհանդիպենք։